երկրորդ բաժինը, երրորդ բաժինը ալադիների տեղավորելուց, տապակելուց այն արագ կարմրում է եւ չի ուռչում։ Ես հիմա պատճառը կասեմ, թե ինչն է եւ կասեմ, թե ինչ անել, որ նման խնդիր երբեք չառաջանա եւ պատրաստվի այնպես, ինչպես առաջինը։ Եվ կարող ենք արդեն մատուցել ինչպես սովորական, այնպես էլ զատկական սեղանին, որպես նախաճաշ ողջ ընտանիքի համար։ Ողջույն հարգելի հետևորդներ, այսօր հայ առաքելական Սուրբ եկեղեցին նշում է Ծաղկազարդը Հիսուսի հաղթական մուտքը Երուսաղեմ։ Ուրախ Ծաղկազարդ բոլորին, իսկ այսօր պատրաստելու ենք շատ հետաքրքիր մի նորույթ սպանախով եւ կանաչ սոխով համեղագույն ալադիներ զատկական սեղանի համար։ Առաջարկում եմ արագ անցնել գործի։ Արագ ներկայացնեմ ինչ է անհրաժեշտ լինելու։ Վերցրել եմ մածուն, սովորական մածուն, ջերմաստիճանը կապ չունի, կարող է լինել սենյակային, կարող է լինել սառնարանային։ Թողեք մի 5-10 րոպե սենյակային ջերմաստիճանի ներքո եւ կարող եք արդեն օգտագործել։ Ինձ մոտ էստեղ 300-ից 350 գրամ մածուն է մոտարապես։ Ալուր է անհրաժեշտ լինելու 250 գրամի չափով, պետք է մաղենք պարտադիր կերպով, ինչը եւ խորհուրդ եմ տալիս ձեզ։ Անհրաժեշտ է լինելու աղ, մոտ 1 ոչ լիքը թեյի գթալի չափով, սոդա է պետք, նույնպես նույն քանակությամբ, 1 ձու եւ բուսայուղ տապակելու համար։ Եվ ինչպես նշեցի, տեսեք, 1 կապ սպանախ եմ գնել, նաեւ սոխ է անհրաժեշտ լինելու մի քանի ճյուղ։ Ըստ ցանկության կարող եք ավելացնել նաև այլ կանաչեղեն, օրինակ խառը կանաչից, համեն մաղադանոց, մնում է ձեր հայցողությանը։ Առաջնահերթ արագ պատրաստենք այսպես կոչված խմորը, ալադիների խմորը եւ մածունը լցնենք թասի մեջ։ Կավելացնենք այստեղ ձուն միանգամից եւ նախնական մի թեթև կխառնենք։ Բավական է, ավելացնում ենք աղը եւ սոդան, երկուսը միասին միանգամից, առասարակ սովորական խմորի մեջ, ալադիների համար նախատեսված, եթե կհիշեք, բազմաթիվ բաղադատոմսեր ունեմ, ավելացնում ենք շագ հրավազ ոչ թե աղ, սակայն հիմա նորույթ ենք պատրաստում, այլ բան ենք պատրաստում, որը չի պահանջում շագ հրավազ, այլ պահանջում է, որ լինի էլ ավելի համեղ, մի քիչ աղի, որը կարող եք հանգիստ օգտագործել, կրկնում եմ, զատկական սեղանի համար, որպես նորույթ, խորհուրդ եմ տալիս, եւ միանգամից մաղում ենք ամբողջ ալյուրը։ Ալյուրը ինձ մոտ, ինչպես կրկնեցի, 250 գրամ է, առավելագույնս 300, ոչ ավել, խառնում ենք այս ամենը եւ խմորը մեզ մոտ կհամարվի պատրաստ։ Այսպիսի, տեսեք, խմոր պետք է ստանանք, կթվա թե պինդ է սկզբում, սակայն ընթացքում հիմա մենք թողնենք, որ հանգստանա, արդեն սոդան իր գործողությունը կանի եւ էլ ավելի կփափկեցնի զանգվածը։ Գնում ենք մի կողմի վրա եւ արագ կտրատում ենք կանաչին, որը պետք է խառնենք հենց այս զանգվածին եւ տապակենք։ Տեսում ենք սպանախից կտրատում ենք շատ մանր եւ սպանախը եւ կանաչ սոխը։ Եվ եւս մեկ անգամ կկրկնեմ, որ որևէ անհրաժեշտություն չկա ավելացնել հենց այն ինչ ես խորհուրդ եմ տալիս, այստեղ պարտադիրը իհարկե սպանախն է, քանի որ հիմքը սա է կազմում միջուկի, սակայն կարող եք կիրառել ինչ խոտ որ կուզեք, ըստ նախասիրության, բոլոր խոտերն էլ շատ համեղ կստացվեն հենց այս բաղադրատոմսով։ Հիմա կանաչ սոխն ենք կտրատում եւ ինչպես նշեցի, ավելացնում ենք խմորի զանգվածին։ Ավելացնում ենք, հարգելի ընկերներ, այսպես եւ հիմա ինչպես կռավում եք, լավ պետք է խառնենք այս ամենը եւ մոտենանք արդեն վերակին։ Այլ ավելի մանրամասն բացատրելու համար, թե ինչպես պետք է պատրաստել ալադիները, որ լինեն գեղեցիկ, ուռուցիկ, անչափ համեղ, ոչ մի բուսայուղ, ոչինչ, խառնելու ընթացքում ոչ առաջ, ոչ հետո չենք ավելացնում։ Խմորը մեզ մոտ պետք է լինի հենց այսպիսին է, ինչպիսին է, որ հիմա դուք տեսնում եք։ Տեսնում եք։ Այսպիսի
Սովորական խմոր, թվում է թե սովորական առաջին հայացքից, բայց իդեալական խմոր ալադիներ պատրաստելու համար։ Բուսայուղը շատ չենք ավելացնելու, ոչ էլ քիչ, այստեղ ինձ մոտ 150-ից 180 մլ բուսայուղ է, ես նախնական այստեղ կավելացնեմ դեռևս կիսով չափ, այսպես մոտ, որքան 100 մլ կարծում եմ։ Այսպես բավական է, թավան չկպնող է ինձ մոտ, այնպես որ խնդիր չի կարող առաջանալ։ Միանգամից վերցնում ենք, տեսեք, միջուկից մեկ ճաշի գդալի չափով, այսպես, և միանգամից այսպես լցնում ենք թավայի մեջ, մի թեթև տեսք ենք տալիս և մնացածը նույնպես, այսպես, կոտլետի տեսք ենք տալիս, կտապակենք, սակայն ինչ ենք անում, որոշ կարևոր դրույթներ կրակը մեզ մոտ նախ և առաջ պետք է լինի միջին, ոչ բարձր, ոչ շատ ցածր, միջին կրակ է, հիմա փակում ենք պարտադիր կափարիչով, երկրորդ կարևորագույն նախադրյալը և թողնում ենք, որ մի թեթև տապակվի, մոտավորապես 1 րոպեի չափով, 1.5 առավելագույնս, այդ հետո արդեն բնականաբար կշրջենք մյուս կողմի վրա։ Անցավ 1 րոպեի չափով, տեսնում եք, որ բավականաչափ ուռչել են ալադիները, հիմա երբ շրջեմ մյուս կողմի վրա, էլ ավելի են, միանգամից ուռչելու, հիմա դուք կտեսնեք, տեսեք, շրջում ենք, այսպես հանգիստ, ենթարկվող խմոր ենք ստացել, արագ վերցրեցինք և արագ շրջեցինք, այսպես։ Եվ մյուսները նույնպես, եթե նկատում եք, սպանախը իր գործն անում է, ներկել է ամբողջ խմորը, պահում ենք ևս ցանկության, եթե կա այդպիսի ցանկություն, ևս մեկ անգամ կարող ենք շրջել, վերջնական կարմրեցնելու նկատառումներից ելնելով և ևս մեկ անգամ կշրջենք, ինչպես նշեցի, կարմրեցնելու նպատակով։ Տեսնում եք, փափլիկ, ուռուցիկ, գեղեցիկ, ախորժաբեր, տեսնում եք, երկրորդ բաժինը, երրորդ բաժինը ալադիների տեղավորելուց, տապակելուց այն արագ կարմրում է և չի ուռչում։ Ես ձեզ հիմա պատճառը կասեմ, թե ինչն է և կասեմ, թե ինչ անել, որ նման խնդիր երբեք չառաջանա և պատրաստվի այնպես, ինչպես առաջինը։ Տեսեք հարգելի ընկերներ, պատճառը այն է, որ այս փուլում թավան շատ տաք է արդեն և ամենասկզբում տեսանյութի այն այդքան տաք չէր, որքան հիմա, ուստի առաջին գործողությունով, որպեսզի չայրվեն ալադիները, մենք իջեցնում ենք կրակը արդեն մինիմալի և պարտադիր կերպով ավելացնում ենք բուսայուղ։ Մնացած բուսայուղն եմ ավելացնում և կատարում ենք հետևյալ գործողությունը նույն կերպով հիմա կավելացնենք կոտլետները, ալադիները, սակայն պետք է հաշվի առնել, որ թավան շատ տաք է և երկար չենք պահում, այսինքն ավելի արագ ենք շրջում մի կողմից դեպի մյուսը։ Արագ լցնում ենք, էլ ավելի արագ, նորից արագ փակում ենք կափարիչով և առաջ եթե առաջին տապակվելու ժամանակ, եթե մենք պահել ենք օրինակ 1.5 րոպե, հիմա պահում ենք 50 վայրկյան, ենթադրել է 50 վայրկյանից 1 րոպե, այսինքն շատ ավելի քիչ։ Եվ լինում ենք շատ ուշադիր, որտեվ կրկնակի անգամ արագ պրոցեսը տեղի ունենում, պետք է այնպես անենք, որ չայրվի և հասցնի ուռել ամեն բան, չի ուռչում, պատճառը դա է, կրկնում եմ ևս մեկ անգամ ալադիներ տապակելիս։ Կթողնեմ ևս մոտավորապես 10-15 վայրկյան և արդեն շրջում եմ մյուս կողմի վրա։ Այսպիսով նկատում եք, տեսնում եք լավ ուռչել է և ներքևում ես անզեն աչքով նկատում եմ, որ կարմրել է արդեն, արագ վերցրեցինք և շրջեցինք, այսպես։ Չենք թողում, որ շատ կարմրի, կրկնում եմ, կրակը իջեցնում ենք մինիմալի և էլ ավելի մի փոքր արագ ժամանակահատվածից, ինչպես առաջինն էր, շրջում ենք և ամեն բան կստացվի նույն կերպ և հիանալի։ Վերջ հարգելի ընկերներ, սա էլ է պատրաստ, վերցնում ենք և կարող ենք արդեն մատուցել ինչպես սովորական, այնպես էլ զատկական սեղանին, որպես նախաճաշ ողջ ընտանիքի համար։ Ինչ հարգելի ընկերներ, միայն այստեղ նայեք, ինչ հրաշք է, հիանալի ալադիները պատրաստ են արդեն, սպանախով ալադիները կանաչիով, կարող եք ավելացնել ցանկացած կանաչի, կրկնում եմ ըստ նախասիրության, սակայն փորձեք այս բաղադրատոմսով ևս, ցուցադրեմ թե ինչ ենք ստացել ներսից,
Տեսեք, թե որքան ախորժելի է, տեսնում եք արտաքինից լավ կարմրած, ներսից փափլիկ, կանաչին ինչպես է երևում, եւ ինչպես է ներկել ամենակարևորը ամբողջ խմորը, քանի որ սա սպանախ է, չենք մոռանում, եւ այսքանը թերևս, շնորհակալություն, մինչ նոր հանդիպում, շուտով կհանդիպենք։